Բարձրաժան դատարան գտնում եմ, որ ներկայացված միջնորդությունը առնին երեգենիական դժվան, այն պարզ պատճառաբանությամբ, որ դատական նիստի սկզբից դատարանը ստեղծան պաշտոնական գործողությունների միջնորդությունները ներկայացնում իրենց իրավունքը, եւ դատարանի կողմից որևէ կերպ չի սահմանափակվել դատավարության պրոֆեսիոնալ մասնակիցների կողմից դատավարության այս փուլում միջնորդությունները ներկայացնելու իրենց իրավունքը, հետեւաբար պաշտոնական կողմը լիարժեք կարող է օգտվել այդ հնարավորությունից եւ գտնում եմ, որ այդ կապակցությամբ բերված պատճառաբանությունները պարզապես անհիմն են, իսկ ինչ վերաբերում է միջնորդության մեջ ներկայացված մյուս հանգամանքներին, որոնք ըստ էության որպես լրացուցիչ նորմեր ներկայացվել, դրանց կապակցությամբ արդեն դատարանի կողմից որոշում ներկայացվել է եւ գտնում եմ, որ դրանց անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է, ընդունում եմ մերժել միջնորդությունը։ Դատարանը քննարկելով պաշտպանական կողմից ներկայացված բացարկի միջնորդությունը արձանագրում է հետևյալը, որ ըստ էության բացարկի հիմքում պաշտպանության մասնակիցը դրել է այն հանգամանքը, որ դատարանը չի պարզաբանել իրենց հնարավոր որոշ օրենքով նախատեսված իրավունքի մասին։ Ամեն դեպքում դատարանը գնահատում է, որ պրոցեսուալ մասնակցին միջնորդություն ներկայացնելու իրավունքի մասին չպարզաբանելը բավարար հիմնավորում չէ, որպեսզի արձանագրվի դատարանի ոչ արդար օբյեկտիվ լինելու